Գնաց նկատել եք թանկացել են ու հատկապես որ ապրանքներին։ Ավելի լավ է չասեմ էլ այդ Չէ, ասեք, ձեր կարծիքը որպես քաղաքացի։ Բոլոր ապրանքների գնաց ես տեսնում եմ։ Հատկապես որոնք կնշեք։ Չեմ կարող տենց ասել։ Միս, կատնամթեր։ Այո, ամեն ինչը 20-30 դրամով, 50-ով կամ 100-ով միգուցե, բայց հաստատ թանկացել է։ Հիմնականում մսամթերք, հանրային արտադրանքներ։ Եվ որքան է տարբերությունս ձեզ զգալիորեն թե քիչ։ Դե երևի թե գնալով ավելի շատ, սկզբում քիչ, հետո ավելի շատ։ Երևի թե մինչև 20-30% թանկություն կա։ Կատնամթերք, մսամթերք, հատկապես։ Դե հա թանկացել է։ Հիմնականում կնշեք։ Չեմ կարող փոխել։ Вообще терять Գները թանկացել են ապրանքների։ Не, нормально. Недорогие. Ինչու՞ էլ գնաց կա։ Գնաց շրջաներ, բայց հաստատ գնալով ավելի թանկանում ապրիչների ժամանակ։ Նկատել եք թանկացումներ առհասարակ։ Իհարկե։ Ինչի շրջանում որ կնշեք։ Ամեն ինչի։ Շնորհակալ եմ։ Նորմալ է։ Շնորհակալություն։ Գները բարձրացել են որ ապրանքների հիմնականում ըստ ձեզ։ Դե ուտելիքը բարձրացել է, ճիշտ ասած, ասես չեմ հետաքրքրում, ինչ կա այդպես, որ ասում գնում եմ, բայց ճիշտ ասած չգիտեմ։ Նկատել եք թանկացումներ։ Բավարար չի դեպի Գնաց թանկացումներ նկատել եք։ Ամեն ուր։ Օրինակ ինչը կնշեք։ Ամեն ինչ։ Ամեն ինչ։ Շատ է թանկացել։ Դե շատ է շատ չի, բայց ամեն օր թանկանում է։ Դենց որ Մենք ստեղծի չենք եղել, բայց գները օտիդո են, շատ բարձր։ Կնշեք հիմնականում որ ծնդամթերքին է վերաբերվում։ Տան արագ է թանկանում, որ չեմ կարող ասեմ կոնկրետ երբեք նկատել, անընդհատ է թանկանում։ Բայց մենակ մեզ մոտ չի ասում են, որ ամբողջ աշխարհում կա գնաց։ Իսկ հիմնականում որ մթերքների շրջանում եք նկատել թանկացումներ։ Հիմնականում երևի կաթներն է եւ մսերն է։ Բանջարեղենն էլ, ամեն ինչը։ Ամեն ինչը։ Չէ, հիմնականում մթերքների շրջանում նկատել կա։ շատ Կասա չէ, բայց կա։ Կողեք թվարկել որը որ նկատել եք։ Դե սուրճը անցյալ տարվանից է ինչ թվում է, սուրճի մեջ հաստատ կատել է։ Մթերքը։ ես չկամ։ Ամեն օր եք գնաց այլ։ Շատ է թանկացել թե Բավական։ Ես չգիտեմ, որովհետև հիմնական առևտրի ես չեմ անում, դրա համար չգիտեմ, կները բարձրացել են։ Բանջարեղենի Ինչը։ գնաց թանկացումներ։ Շատ։ Հիմնականում կասեք որ սնդամթերքին։ Սիգարետից սկսեմ, ոչ չգիտեմ։ Պրոստը շտապում եմ, էլի գնում եմ այլոքացը։ Շնորհակալ ենք։ Սիգարետը արդեն հերիք է։ 2.51 50 դրամ, դա ավելանում է ու բրոդի մանտիկ չեն հասկանում, դա երևում է ծխովի վրա։ Օրական քիչ ավելացում են, ինչ իմանամ։ Կոնկրետ այսօր ես զարմացել եմ խաղողի տերևի վրա։ Ամեն անգամ 500 դրամ, այսօր ես գնել եմ 2000 դրամով կիլոգրամին։ Չնայած դա շատ անհրաժեշտ բան չի։ Այն չի որ հանապազովյան հաց է, բայց չգիտեմ, ամեն ինչ կատնամթեր բան թանկանում է։ Միայն քոշավը աշխատավարձը չի բարձրանում։ Միայն ոչ չի։ Մսամթերքն է թանկացել, կատնամթերքը։ Դից որ ասեմ շատ ուշադիր եմ չէ։ Մեծը մասամբ սիգարետն է թանկացել։ Սիգարետը։ Հա։ Սիգարետը թանկացել է։ Դուք ինչ կավելացնեք։ Ես նույնը ֆամի չեմ գիտեր, ամեն դեղալ թանկ է, ոչ թե միայն հոս որ հոսենք թանկ է։ Ասե, սա աշխարհը տանկություն կա։ Շնորհակալ ենք։ Ապյաճիկս։ Ամեն ինչն էլ թանկացել է, միայն աշխատավարձը չի բարձրացել, որովհետև հայվան վարչապետ ունենք։ Ուրիշ ինչ կա հետաքրքիր ասեմ։ Հիմնականում Օտարազգիներին բերել են լցրել են Հայաստան, ես ազգային խտրականություն չեմ դնում, իրենց գումարը տալիս են օտարազգին, որ այլ երկրները այլ երկրներում իրենց գումարը գնա, այստեղ հայերը աշխատանք չունեն։
Իսկ հիմնականում կասեք, որ շրջանում եք տեսել, հա, շրջանակներում սրնդամթերքի, մսամթերք կամ կատնամթերք Ամեն ինչ կթվեք։ թանկացել է, ասում են լավ սնվեք, որ առողջ լինեք, ինձ հետաքրքիր է, գումար պիտի լինի, որ կարողանան մարդիկ սնվեն, կամ բժշկությունը պիտի անվճար լինի, ոչ մի բան այս երկրում նորմալ չի, որովհետև ապուշն է ղեկավարում, նաև տրանսպորտը, ես ինքս չեմ աշխատում, եթե 2 տրանսպորտ փոխեմ գնամ ու գամ, 300 դրամ միայն պիտի տամ տրանսպորտի, ինչի մասին է խոսքը, շատ վատ ժամանակներ ենք ապրում, երբեք էլ լավ չի եղել, ես ձեզ ասեմ, բայց հիմա սա գլուխ գործոցեր է, սա ապուշը, ինչի իրենք պիտի միլիոններ ունենան, ժողովուրդը չկարողանա ստից աշխատանք ճարի եւ աշխատի, 2 ինստիտուտ եմ ավարտել, 61 տարեկան եմ, են էլ իմ ժամանակի ավարտածները ձերես սերնդի նման չի, աղջիկ ջան, գումարով չեն ավարտել, գիտելիք ունեմ, բայց այսօր աշխատանք չեմ կարողանում գտնեմ, որ գնում ես մաքրուհու աշխատանք, ես էլ դա չեմ կարողանում անեմ, տարիքային սահմանափակումը որն է, Ցանկացում եմ միշտ լինում է, ինչի մասին է խոսքը։ Հիմա ավելի շատ են դժգոհում։ Ո՞վ է, օրինակ ես չեմ դժգոհում։ Ինչ դժգոհ ես։ Սա աշխարհով է թանկացել, հետո ոսկին թանկանում է։ Հառելա աստղաբաշական գին։ Բա ուտելիքը բնական չի, դրա հետ է կապված։ Սա ղարքու վաճառք, վալյուտայի հետ է կապված։ Էդի աշխարհով է, էդի գիտեք ինչ, Հայաստանը вообще կապ չունի դրա հետ։ Էդ որ Հայաստանի sense շոյ թանկացել է, բար Յանի մենք որ գնում ենք 5-10 տարի հետ կամ բան, էլ ինտեղ էլ շկալայով բարձրացել է։ Նես չի որ ինքը գիտեք ոնց, այսինքն բարձրանում մի քիչ ճիշտնում, բարձրանում մի քիչ ճիշտնում, բարձրանում մի քիչ ճիշտ, այսինքն իտոգում բարձրանում է։ Բոլոր տեղներն նույնն է, նես բան չկա, փոքր երկիր է, ինչ է, ոնց, եթե միտեղ թանկացա, ոնց կարա այն միտեղի էժան լինի։ Ես sense բան չեմ պատկերացնում։ Հիմա իտոգում զովքը կամ ասենք սիթին այսօր բոլորը նույն գործողությունն են կատարում, չէ՞, ունեն քարտային բան, զեղչեր։ Այդ նույն զեղչը ընդեղ էլ է նույն, որ իտոգ է սաղնում սրա, այդ նույն բանն է, ոչ մի տարբերություն։ Ուղղակի պետք է կայունանա, ես կարծում եմ թղթադրամը, բայց քանի որ դա թղթադրամ է, թուղթ, նա չի կարա, նա պատերազմական էս բոլոր որ տեսնում ենք մոլորակի վրա, երկիր մոլորակի վրա, չէ, բոլոր տեղերը պատերազմում են, չէ, բա ինչի մասին, այդ թուղթը պետք է արժեքազրկվի, եւ ինչա դրագ մետաղները թանկանում են, դա բնական է, նույն բանն է։